Հայաստանի Հանրապետության ցանկացած իշխանության խնդիրը պետք է լինի բոլոր կարևոր կապուղիները, մատակարարման ուղիները դիվերսիֆիկացնել, այսինքն սա պետք է լինի, այսինքն մենք նախկինում ունեցած իհարկե օբյեկտիվ պատճառներով ունեցած սխալ փորձը այլևս չպետք է շարունակենք, այսինքն եթե այս պահին կա Ռուսաստանի սխալ, դա, բայց դա օբյեկտիվ է եղել, որովհետև Արցախյան հիմնախնդրի պատճառով է եղել եւ Ադրբեջանն ու Թուրքիան շրջափակման մեջ են եղել, սա է պատճառը, որ օրինակ երկու հիմնական ճանապարհ ենք ունեցել արտաքին աշխարհի հետ կապի, դա Իրանի եւ Վրաստանի տարածքով արտաքին կապն է եղել, իսկ երբ որ վրաց արդեն ռուսական կոնֆլիկտը եղավ, արդեն երկաթգիծը եւս սկսեց եւ ընդամենը մեկ ուղղությամբ Ռուսաստանի վերին դարսով Ռուսաստանի հետ կապը գործեց եւ մինչեւ հիմա շարունակում են գործել, իսկ հիմա առաջանում է այլընտրանքի հնարավորություն, հետեւաբար Հայաստանի Հանրապետության որևէ իշխանության խնդիր պետք է լինի այդ այլընտրանքային ուղիներն ունենալը, բայց հնարավորինս դրանք բալանսավորելը, որովհետեւ եթե դիցուկ օրինակ է Ադրբեջանի ճանապարհով, Ադրբեջանի տարածքով առաջանում են շատ ավելի մատչելի երթուղիներ, դրանք բնականաբար տնտեսվարողների համար շատ ավելի ձեռնտու են լինելու, բայց կառավարությունը իր կողմից պետք է փորձի այնպես կառավարել իրավիճակը, որպեսզի մեկ երկրից կախվածությունը չմեծանա, այսա պետք է լինի, այսինքն իսկ սրա լուծումները կան բազմաթիվ, օրինակ կառավարությունը կարող է սուբսիդավորել օրինակի համար այլ երթուղիներով գնացող տնտեսվարողներին Այնպես որ միանշանակ, եթե նույն ձեր նշած օրինակն ենք բերում, եթե թողնում ենք Վրաստանի տարածքով, ենթադրենք կամ Իրանի տարածքով, ասենք տարբեր ուղղություններով բեռնափոխադրումները